Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում։ Այս թողարկման ընթացքում դիտեք։ Կոպենհագենում Փաշինյանն ու Ալիևն են հանդիպել, բայց չհրապարակայնացվեց արդյոք Հայաստանի վարչապետն Ադրբեջանի նախագահից պահանջել է վերջին մի քանի օրերին իրեն հետաքրքրող հարցի պատասխանը, ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցքասելով։ Ես կհանձնեմ իմ մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանը եւ Պատերազմի 7 մասնակիցներ կառավարությանն են վերադարձրել իրենց մեդալներն ու շքանշանները։ Այս գետնին դնել է ձեր ամոթն է։ Ձեր համակարգի ամոթն է։ Որտեղ կներկայացվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող զեկույցը, Ազգային ժողովի նախագահի եւ Պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի վեճը չի մարում։ Մենք գիտենք, որ այնտեղ ընտրակաշառք կա բաժանվել։ Ինքը շատ բան ասեց։ Եթե ես չեմ ընտրվել, բա ով է ընտրվել։ Հեռակաբանավեճ է ծավալվել վարչապետի եւ Գյումրիի քաղաքապետի միջև։ Հայաստանն Ալբանիայի հետ շփոթած ԱՄՆ նախագահի հայտարարությունը եվրոպացի առաջնորդների հումորիկների թեմա։ Մանչեստրում սինագոգի վրա հարձակման հետևանքով 2 մարդ է սպանվել։ Կոպենհագենում այսօր հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը, ըստ հաղորդագրության վերահաստատել խաղաղության ամրապնդման պատրաստակամությունը։ Պաշտոնական աղբյուրները սակայն լռում են, արդյոք մի քանի օր շարունակ Իլհամ Ալիևից պատասխան պահանջող Նիկոլ Փաշինյանը նրան ի վերջո հարցրել է, ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցք ասելով։ Այսօրվա հանդիպման սեղանին քարտեզ չերևաց, մինչդեռ Հայաստանի վարչապետն ուզում էր, որ Ադրբեջանի նախագահը իր օգտագործած տերմինը հենց քարտեզի վրա ցույց տա։ Արդյոք իր գտած հիմնավորումներ պատճառը, թե պարզաբանումը տեսախցիկների մոտ չի հնչել, պարզ չէ, հայտնի է մի բան, Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը հրապարակայնորեն ոչ թե Ալիևն է պատասխանել, այլ հենց Նիկոլ Փաշինյանը, մի քանի օրվա զայրույթից հետո Ազգային ժողովի ամբիոնից 3 թեման փակելով, թե իր ընկալմամբ ադրբեջանցիները կարճ Զանգեզուրի միջանցք են կոչում հորադիս Զանգելան ճանապարհը։ Դիմեցի կոչով ադրբեջանցի գործընկերոջս, որպեսզի պարզաբանի, ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցք ասելով։ Հորադիս Զանգելան երկար է, ասում են Զանգեզուրի միջանցք։ Արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Իլհամ Ալիևին հարցրել է, թե ինչ նկատի ունի Ադրբեջանի նախագահը, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքը անվանում է Զանգեզուրի միջանցք։ Ի վերջո, Ալիևը պարզաբանումներ ներկայացրել է Հայաստանի համար անընդունելի ձևակերպման մասով, թե ոչ, առայժմ այս մասին որևէ տեղեկություն չկա։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում այսօր Կոպենհագենում Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո կողմերը նույնաբովանդակ հաղորդագրություն տարածեցին։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ընդգծել են ԱՄՆ նախագահի նախաձեռնած խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների նշանակալիությունը եւ վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը խաղաղության ամրապնդման ուղղությամբ։ Փաշինյանն ու Ալիևը նաեւ անդրադարձել են Թրիփի նախագծին։ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը կարևորել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները, քննարկել են Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման եւ Հայաստանի տարածքում Թրիփ նախագծի իրականացման առաջընթացը, մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ։ Այս համատեքստում կողմերը ողջունել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացը եւ դրա հետ առնչվող բոլոր կառույցները դադարեցնելու վերաբերյալ միաձայն ընդունված որոշումը։ Չնայած պաշտոնական հաղորդագրության մեջ Զանգեզուրի միջանցք ձևակերպման շուրջ տարաձայնությունների մասին որևէ հիշատակում չկա, սակայն այս տերմինի շուրջ իրավիճակն այնքան լարվեց, որ Փաշինյանն անգամ հորդորեց Ալիևին քարտեզի վրա ցույց տալ Զանգեզուրի միջանցքը, զգուշացնելով, որևէ մեկը իրավունք չունի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա անուն դնել։ Դիմեցի կոչով ադրբեջանցի գործընկերոջս, որպեսզի պարզաբանի, ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցք ասելով։ Որտեղ է Զանգեզուրի միջանցքը։ Քարտեզի վրա պետքա ցույց տալ այդ Զանգեզուրի միջանցքը։ Մինչ Ադրբեջանի նախագահը քարտեզի վրա ցույց կտար, թե ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցք ասելով, Փաշինյանն առաջ ընկավ եւ 3 խորհրդարանում արդեն սկսեց ենթադրություններ անել Ալիևի ձևակերպումների մասով, իսկ րոպեներ անց թեման փակված համարեց։ Իմ ընկալումը այն է, երբ որ Ադրբեջանը ասում է Զանգեզուրի միջանցք, իրանք նկատի ունեն հորադիս Զանգելան ճանապարհը։ Կարող են ասեն դա միջանցք է, որ տանում է դեպի Զանգեզուր։ Okay, ասում են, թող ասեն։ Բայց Հայաստանի մասին չի դա։ Այդ երկու ելույթը եւ արձագանքները վերլուծելով ես հասկացա, որ
Խոսքը Հորադի Զանգելան ճանապարհի մասին է։ Թե ինչ արձագանքների վերլուծությունից հետո է Փաշինյանը հասկացել, որ Ալիևը Զանգեզուրի միջանցք ասելով նկատի ունի Հորադի Զանգելան ճանապարհը, պարզ չէ։ Ամեն դեպքում երեք վարչապետը ազգային ժողովում այս թեման հայտարարելով փակված տվեց Հորադի Զանգելան ձևակերպումը Զանգեզուրի միջանցքով փոխարինելու իր բացատրությունը։ Հորադի Զանգելան երկարը, ասում են Զանգեզուրի միջանցք, թող ասեն Զանգեզուրի միջանցք։ Մենք խնդիր չունենք։ Այդ թեման եկեք համարենք փակված։ Չնայած Փաշինյանի վստահեցմանը, որ այս տերմինի գործածումն այլևս խնդիր չէ, ընդամենը մի քանի օր առաջ նա ՄԱԿ-ի բարձր ամբիոնից անընդունելի համարելով Զանգեզուրի միջանցք ձևակերպումը պնդում էր, որ այն ունի մեջբերում եմ գրգռող եւ նեգատիվ ազդեցություն եւ ընկալվում է որպես ինքնիշխան երկրի նկատմամբ տարածքային պահանջ։ Ադրբեջանական կողմն առայժմ գոնե հրապարակավ չի արձագանքել իրենց խոսույթի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի մեկնաբանություններին։ Պարզ չէ, արդյոք նրանք համաձայն են Փաշինյանի նոր բացատրության հետ, թե Զանգեզուրի միջանցքը Զանգելան Հորադիս ճանապարհն է։ Բաքվի բանտերում 23 հայգերիներ պահող Իլհամ Ալիևը եվրոպացի առաջնորդներին այսօր վստահեցրել է, թե Երևանն ու Բաքուն արդեն հարմարվել են խաղաղ կյանքին։ Այդ ընթացքում իշխանական քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն ընդունեց իր հեղինակած Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ խորհրդարանի հայտարարության նախագիծը, որով աջակցություն է հայտնվում Վաշինգտոնյան հռչակագրին։ Հայտարարության համաձայն հայ-ադրբեջանական խաղաղության կայացումը բխում է Հայաստանի կենսական շահերից։ Անհրաժեշտ են համարում ջանքեր գործադրել հաստատված խաղաղության ամրապնդման ուղղությամբ։ Այդ թվում երկու կողմերում էլ կոնֆլիկտը բորբոքող հայտարարություններից ու գործողություններից ձեռնպահ մնալով։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները նիստին չմասնակցեցին։ Հայաստանն օրակարգը կեղծ է որակում, ընդդիմադիր մյուս պատիվ ունեմ խմբակցությունն էլ պնդում է, թե իշխանական նախագիծը մեջբերեմ ազգային շահերը սակարկման հանելու եւ անորոշ ապագայի վերաբերյալ փաստաթուղթ է, որի նպատակն է մարդկանց ապատեղեկատվության մեջ գցել սին-հույսեր տալ։ Չենք մասնակցում, որովհետև սա բացառապես ԿՊ-ի տեսակետն է եւ կապ չունի ոչ մեր ժողովրդի, ոչ էլ Հայաստանի Հանրապետության կամքի եւ հավաքական շահերի հետ։ Սա ԿՊ-ի ԿՊ կուսակցության նախագիծն է եւ չի կարող, մենք այդ քննարկմանը չենք կարող որևէ կերպ մասնակից լինել։ Իսկ ինչ վերաբերում է օգոստոսի 8-ին այսպես կոչված երկու ամսական խաղաղությանը, դրա մասին կետերով անդրադարձել ենք, դա խաղաղության հետ կապ չունի։ Երբ որ մենք ասում ենք սա խաղաղության հետ կապ չունի, անմիջապես ասում են դուք դեմ եք խաղաղությանը եւ հանդես եք գալիս խաղաղության դեմ։ Մենք դեմ չենք, խաղաղությունը անհրաժեշտություն է, բայց իրենց առաջարկածը զիջումների, հսկայական զիջումների դիմաց զինադադար են ընդհանրը, որ իրենք փորձում են մեր ժողովրդին ծախել իբրև խաղաղություն։ Հետևաբար այս շոուին մենք չենք պատրաստվում մասնակից լինել։ Իրենք, քանի որ միշտ փախել են խաղաղությունից, հասկացան, որ եթե քվեարկեն, ապա այդ պահին պիտի լքեն դահլիճը եւ պատրվակ բերեցին քվեարկության համար վարման կարգ վերցնելու, որպեսզի փախնեն եւ այս պահին այստեղ չգտնվեն հայտարարության վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ եւ արձանագրում ենք, որ ընդդիմությունը, երբ խոսքը վերաբերվում է խաղաղությանը, փախնում է, մեռած է ձևանում, ամեն ինչ անում է, որ որևէ կերպ խաղաղության հետ չառնչվի։ Սա ուղղակի սրանից լավ ապացույց ուղղակի չկա։ Առավոտյան մինչ կառավարության նիստներ ընթանում, գործադրի շենքի առաջ բողոքի ակցիա իրականացնող պատերազմի 7 մասնակիցներ վերադարձրեցին իրենց ստացած մեդալներն ու շքանշանները, թողնելով պարգևները հենց կառավարության դռների մոտ։ Կարծում են իշխանությունը զրոյացնում է իրենց պայքարը։ Այս ակցիայի շրջանակներում հանձնելու եմ իմ Գարեգին Նժդեհ մեդալը, որով պարգևատրվել եմ 44-օրյա պատերազմի ընթացքում մարտական գործողություններին մասնակցելու համար։ Ինչպես բոլորս ակնհայտ տեսնում ենք, ներկա իշխանությունը հետևողականորեն արժեզրկում եւ իմաստազրկում է այն բոլոր արժեքները, որոնց համար մենք պայքարել ենք եւ այս մեդալներն ու շքանշանները ստացել ենք։ Սա Անդրանիկ Օզանյան գերատեսչական մեդալ է, որը ստացել եմ 2012 թվականին ժամկետային ծառայության ժամանակ։ Դրասամատ Կանայանի գերատեսչական մեդալը ստացել եմ 2016 թվականին քառօրյա պատերազմին կամավոր մասնակցելու համար։ Մարտական ծառայության մեդալը ստացել եմ նորից կամավորական հիմունքներով Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակից լինելու համար։
Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանը ստացել եմ Արցախի նախագահի կողմից նորից 44-օրյա պատերազմին մասնակցելու համար, ամենաանհասկանալի մեդալն է։ Համագործակցության համար մեդալը ստացել եմ 22 թվականին Արցախից գալու եւ ջերմուկյան դեպքերին մասնակցելու համար ՊՆ նախարարի կողմից։ Ես կհանձնեմ իմ մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանը եւ մարտական ծառայություն շքանշանը։ Այս կառավարությունը իր սխալները սրբագրելու, իր սխալների չխոստովանելու համար փորձում է խմբագրել մեր պատմությունը։ Ստացել եմ Գարեգին Նժդե գերատեսչական մեդալ, որից հրաժարվում եմ մեր կառավարության հրաշալի քաղաքականության հետևանքով։ Ես չեմ ուզում կրեմ այն մեդալը, որը հիմա այդ պայքարը չի արժևորում, չի կարևորում մեր իշխանությունը։ Մարտ մոտենում է։ Հարգելիս, տեղեկացրեք, հետևները ծանր չի Եթե չեն մոտենում, այս գետնին դնելը ձեր ամոթն է։ Ձեր համակարգի ամոթն է։ Ձեր քաղաքական ղեկավարության մի խոսքով իմաստ չկա շարունակելու։ Կրքերը չեն հանդարտվում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի շուրջ։ Հանձնաժողովը ղեկավարած Անդրանիկ Քոչարյանի պնդումներին հակառակ, թե զեկույցը պետք է մտնի խորհրդարանի նիստերի օրակարգ, նրա կուսակից ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը զեկույցը լիագումար մտցնելու իրավական հիմքեր չի տեսնում։ Իսկ այսօր հայտարարեց, թե 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցը կքննարկվի փակ լսումների ընթացքում։ Քոչարյանը վիճահարույց է համարում լսումների ֆորմատը, ազգային ժողովի կանոնակարգ օրենքով քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը առավելագույնը 1.5 տարի է։ Եթե այդ ընթացքում զեկույց չի ներկայացվում, հանձնաժողովի լիազորությունները համարվում են ավարտված։ Հենց այս կարգավորմամբ էլ ազգային ժողովից պնդում են, հանձնաժողովի ժամկետն ավարտվել է դեռ 2023-ի նոյեմբերին։ Անդրանիկ Քոչարյանը համաձայն չէ եւ վրդովված է։ Եթե լիագումար չի մտնում, ինքը արկախված է մնում։ Եթե մտնում է, նշանակում է զեկույցը գոյություն ունի եւ օրենքի պահանջն է, սահմանական օրենքի, որ զեկույցը այդ դեպքում պետք է լիագումարում զեկուցվի։ Եթե այլ տարբերակով է գնում, նշանակում է զեկույցը գոյություն չունի։ Այսինքն, եթե ասում ենք, որ ժամկետն անց է եւ զեկույցը արդեն չի կարա գոյություն ունենա, նշանակում է զեկույցը չկա, ինչն ենք զեկուցելու։ Այսինքն գտնում եք, որ մի վարքյան փակ քննարկում կարամ հենց հիմա ես հավաքեմ որպես հանձնաժողով, բոլորին հավաքեմ, սկսեմ քննարկել, բայց սահմանադրական օրենքի պահանջը լրիվ այլ է։ Լիագումար նիստում ինքը իր իրավական ուժը պետք է կիրառվի։ Հիմա ես սպասում եմ, որ հաջորդ խորհրդի նիստում կլինի որոշում, եթե չի լինի, կներեք, այդ դեպքում պետք է իրավաբանները տան հարցի պատասխան։ Վերջին հաշվով հենց այնպես չի, որ ես եթե նամակ եմ ուղարկում իրավական բացատրությունների, որևէ մեկի չեմ խորհրդակցել։ Եթե խոսում են իրավաբանական կրթության մասին, ես էլ ունեմ այդ կրթությունը։ Թող վերցնեն նաև գնահատականները համատեն։ Պարոն Քոչարյան, դուք այսինքն ինչու է տարբեր մեկնաբանության առիթ։ Այդպես են երկու իրավաբան միշտ երկու կարծիք ա լինում։ Իրավաբան չէ, երկու քաղաքական գործիչ։ Ալեն Սիմոնյանն ասում է մեկնաբանման հարց է, ես խնդիր չունեմ, պարոն Քոչարյան։ Ելի չունենք, ես էլ չունեմ։ Ասում եք դուք յուրովի եք մեկնաբանում։ Ես չեմ մեկնաբանում, ես խորհրդակցում եմ նաև այնպիսի իրավաբանների հետ, որոնք նաև տիրապետում են սահմանադրական իրավունքին։ Ես անուններ չտամ, որովհետև այն մարդիկ, որոնք նաև քննարկել են, որտեղ ես երեխա չեմ, նաև քարորիայի ժամանակ եմ քննարկել, որտեղ այնտեղ է կալ ժամկետի խնդիր։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Մենք գիտենք, որ այնտեղ ընտրակաշառք կա։ Ինքը շատ բան ասեց։ Եթե ես չեմ ընտրվել, բա ով է ընտրվել։ Հեռակաբանավեճ է ծավալվել վարչապետի եւ Գյումրիի քաղաքապետի միջև։ Հայաստանն Ալբանիայի հետ շփոթած ԱՄՆ նախագահի հայտարարությունը եվրոպացի առաջնորդների հումորիկների թեմա։ Մանչեստրում սինագոգի վրա հարձակման հետևանքով 2 մարդ է սպանվել։
Այսօր շարունակվել է Բագրատ arczepiskopos Գալստանյանի դատավարությունը, նա անցած տարի վարչապետի հրաժարականի պահանջով փողոցային պայքարի է ելել, այժմ մեղադրվում է ահաբեկչության եւ իշխանության յուրացման նախապատրաստության մեջ, մեղադրանքը հեշտում է։ Նրա փաստաբանն այսօր բացառիկ է հայտնել դատախազներին, որը մերժվել է, իսկ Սրբազանը իր կարծիքն է ներկայացրել, թե ինչու է իրականում իր խուց տարվել Շիրակի թեմի այլևս մեղավոր ճանաչված առաջնորդը։ Շենգավիթի դատարանում այսօր շարունակվեց ահաբեկչության եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար մեղադրվող Բագրատ Գալստանյանի ու մյուսների դատավարությունը։ Տավուշի թեմի նախկին առաջնորդի փաստաբան Հովհաննես Խուդոյանը բացառիկ ներկայացրեց դատախազներին։ Քննիչի կողմից քրեական վարույթի ընթացքում 20.06.2025 թվականին կատարված զենության արձանագրություններ կա, որոնցում կատարված է ակնհայտ կեղծիք։ Երկխոսության առանձին հատված դուրս է բերված արձանագրությունից, քննարկման բովանդակությունը այլ համատեքստում ներկայացնելու համար, տեղեկատվությունը գոնե այդ փուլում ստանալուց հետո, վարույթի հանրային մասնակիցները, հանրային մեղադրողները այս պարագայում որևէ գործողություն չեն ձեռնարկել կեղծիքների հանգամանքները պարզելու եւ իրենց լիազորությունների շրջանակում արձագանքելու համար։ Նկատի ունենալով, որ սույն քրեական վարույթով մասնակցող հանրային մեղադրողները անտարբեր են իրենց կողմից դատարան ներկայացված մեղադրանքում առկա կեղծիքների հանդեպ, օբյեկտիվ դիտորդի մոտ ողջամտորեն կարող է առաջանալ կասկած, որ այդ անտարբերությունը պայմանավորված է հետապնդվող անձանց հանդեպ ունեցած կանխակալ վերաբերմունքով։ Առաջորդն ասել են, որ մեղադրողները մեղադրող չեն, այլ զրպարտողներ են։ Ինչին է վերաբերում 2 հոգու գյուլելու, 15 հոգու բանտ դնելու թեման։ Մնացածների մասին չեմ ասում, որ թե ինչպես նենգաբար, ամբողջությամբ նենգափոխված, որտեղ ձեռք չի տվել գրել եք չի լսվում, որտեղ ձեռք է տվել փոխել եք, հələ դրանց կգան։ Բագրատ Գալստանյանն ինքը եւս ելույթ ունեցավ, հիշեցրեց, որ 8 ամիս շարունակ քիչ է իրեն գաղտնալսել, դրանից հետո երբ նրան արդեն տարել էին մեկուսարան, արդեն նա մեղադրվում էր եւ հետո իր խուց էին բերել հոգեվորական Միքայել Աջապահյանին, ելի շարունակել են գաղտնալսել արդեն իրենց, փորձելով հասկանալ, թե ուր են այն զենքերը, որոնցով իրենք իբր փորձում էին իշխանությունը յուրացնել։ Լսել են 2 հոգեվորականի խոսակցություն, մեկը կարող է մյուսի խոստովանը հայրն է կամ խոստովանորդինը եւ առանց ամաչելու նաեւ մտցրել են գործերի մեջ, բացարձակ ոչ մի բան չլինելով գործի հետ առնչված, բացարձակ ոչինչ։ Բագրատ Գալստանյանին ու նրա փաստաբանին միացան մյուս մեղադրյալներն իրենց փաստաբաններով, նրանք եւս կարծում են, որ այս դատախազները անաչառ չեն, կողմնակալ են եւ չեն կարող պաշտպանել մի մեղադրանք, որի հիմքում կեղծ ապացույցներ են դրված։ Ինքս շահագրգիռ չեմ, որևէ կերպ անչառու չեմ այս վարույթով եւ գտնում եմ, որ ինքնաբացարկի միջնորդությունը ենթակային մերժման։ Դատանը վերջնական արդյունքով քննության առնելով Պաշտպան Խուդոյանի միջնորդությունը հանրային մեղադրողներին բացառիկ հայտները վերաբերյալ որոշեց այն ենթակա է մերժման։ Ինչ վերաբերում է կեղծիքին, որը որ պաշտպանական կողմը բոլոր պաշտպանները եւ մեղադրյալները նշեցին այդ կապակցությամբ, դատարանը կարող է դրան գնահատական տալ միայն հիմնական դատալսումների ընթացքում հետազոտվող ապացույցների համակցության արդյունքում։ Դատարանը այս պահին գուշակ չէ, որ գնահատական տա, չի կարող դատարանը այս պահին այդ գնահատականը տալ։ Այսօրվա դատական նիստին ներկա էր նաև Հայաստանում Կանադայի հյուպատոս Ռայան Միլլերը։ Նա հրաժարվեց հարցազրույց տալ, պարզապես փոխանցեց, որ եկել է որպեսզի լսի, տեսնի ինչ է կատարվում դատավարությանը։ Հենց նրան էլ ողջունեց Բագրատ Գալստանյանը, որը նաև Կանադայի քաղաքացի է։ Դատականիստը պարբերաբար ընդմիջում էր դատավորը կողմերին հորդորելով լռություն պահպանել, որոնք երբեմն միմյանց վրա գոռգոռում էին։ Պարոն Խուդոյանը դիմեց մի հնագույն հնարքի, որը հին իրավունքում կոչվում էր սոփեստություն։ Լռություն։ Կարգի կրավիրեք պատասխան դատարան։ Մեկ վարքան լռություն։ Ուրեմն կարգ ու կանոն պահպանեք դալեջում։ Լռություն։
Մինչ մեղադրյալներն ու նրանց փաստաբանները շարունակում են պնդել, որ 18 մեղադրյալները որևէ հանցագործություն չեն արել, քննչականը, ինչպես նաև մեղադրանքը հաստատած դատախազությունը շարունակում է պնդել։ Կան բավարար ապացույցներ, որ այս մարդիկ իսկապես փորձել են ահաբեկչություն եւ իշխանությունը յուրացնելու փորձ անել։ Հաջորդ դատականիստը մյուս 5 շաբթի է։ 16:00 Հավարտված է այսօրվա դատականիստը։ Հեռակաբանավեճի մեջ են մտել վարչապետն ու Գյումրիի քաղաքապետը, էլ շանտղություն, էլ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին քաղաքական դաշտից դուրս շպրտելու անհրաժեշտության մասին հայտարարություններ։ Նիկոլ Փաշինյանի խոսքերից 2 ժամ էլ չէր անցել, գիշերային հրատապ ասուլիս հրավիրեց Վարդան Ղուկասյանը։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական եւ հանրային դաշտից։ Ինչպես քաղաքական մեթոդներով եւ բոլոր այն մեթոդներով, որոնք կարելի է կիրառելի է ժողովրդավարական երկրում, եւ ես համոզված եմ, որ դա տեղի կունենա։ Վարդան Ղուկասյանին դուրս շպրտելու վարչապետի սպառնալիքից հետո Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը հիշեցնում է, իրեն ժողովուրդն է ընտրել։ Ժողովրդի ընտրյալին Հայաստանի Հանրապետության վարչապետը Եթե ասում է դուրս շպրտվի Հայաստանի Հանրապետության վարչապետը, 6 անգամ քաղաքապետ ընտրված մարդուն, 2 անգամ ազգային ժողովի պատգամավոր, ուրեմն ընտրված մարդուն, եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը թիվ 1 ամբիոնից նմանատիպ խոսք է ասում, ես ուղղակի ուզում եմ ասել հայ ժողովրդին, տեսեք թե մենք ում ենք ընտրել Հայաստանի Հանրապետության վարչապետ։ 3 խորհրդարանի ամբիոնից վարչապետը Գյումրիի քաղաքապետին հեռացնելու ոչ մեթոդը, ոչ էլ ժամկետները նշեց, բայց կարծիք հայտնեց, թե մեջբերեմ տեղի ունեցած թյուրիմացությունը շտկվելու է։ Ղուկասյանը այս կապակցությամբ հարց ունի Նիկոլ Փաշինյանին։ Ինքը շատ բան ասեց, եթե ես չեմ ընտրվել, բա ով է ընտրվել։ Ինչ սցենար է կանխատեսում, ինչպես կարող են իրեն իշխանությունները պաշտոնանկ անել, հետաքրքրվեցինք 3 ուշ երեկոյան ասուլիս հրավիրած քաղաքապետից։ Ես կոֆե նայող չեմ, բաժակ նայող չեմ, կաբրենք կտեսնենք, ուրեմն մենք ամեն ինչի պատրաստ ենք։ Մեր մոտ վախ հասկացողությունը վերացած է, մենք վախենում ենք բարձրալ Աստծուց։ Բզդուկուց այդպես եկել ենք, այդպես է կմահանանք։ Դուխը ոչ թե մենք դուխով ենք, մարդու հետ պետք է ծնվի այդ դուխը։ Ղուկասյանը մի պայմանով կհեռանա։ Դիմացի 26-ին, եթե սրանք ընտրվեցին, ինձ պես տղեկը այս քաղաքում էլ անելու բան չունեն այս երկրում, հաջողություն ստեսություն։ Մեզ պես տղեկը դուրս են գալիս։ Բարձրաձայն ասում եմ։ Վարդան Ղուկասյանը ԿՊԱ-ականների քննադատության թիրախում հերթական անգամ հայտնվեց իր ռուսամետ հայտարարությունից հետո։ Վերջինս պնդում է Հայաստանը Ռուսաստանի հետ պետք է միություն կազմի ու չգիտի, թե ինչու ԿՊԱ-ականներն իրեն չեն հասկանում։ Հիմա ես նորից նույնը ասում եմ իմ խոսքերը։ Հայոց պետականությունը պահելու համար, այո, մենք պետք է մտնենք որևիցե մի միության մեջ։ Ոչ այն սկզբունքով, որ դառնանք գուբերնիա։ Ով է ասել, որ ես ասել եմ գուբերնիա։ Եվ ես ասել եմ, ով իմ խոսքերին, այս խոսքերին հագադարձի, ու ինձ իրենց կոմենտ գրողները, որ ունեն, չէ, նստած կոմենտներ են գրում, տեղերն է գիտենք, իրենք պատվերը տալիս են, ֆինանսավորում են, կոմենտ են գրում։ Ու մեզ վատ բան ասի, ինձ վատ բան ասի։ Այո, սրիկա շան որդի է, ես թուրքա հպատակ, այո, նմանատիպ խոսքին ես հակադարձում եմ, ով ինձ Հայաստանի անկախությունը, պետականությունը պաշտպանելու կապակցությամբ ինձ հակադարձի մի վատ բան գրի ու վատ բան ասի, նա թուրքահպատակ շանտղա է, ես էդ եմ ասել։ Իր քննադատներին շանտղա անվանելուն ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է արձագանքել Facebook-յան իր էջում։ 2026 թվականին Հայաստանի անկախության դեմ պայքարող բոլոր ուժերին պետք է ուղարկենք գրողի ծոցը, իսկ շանտղա արտահայտությունը չարաշահողներին թերևս դնչկալ հագցնելու ժամանակն է եկել։ Ղուկասյանի համար ակնհայտ է, թե ինչու են իշխանությունները բան ու գործ թողած իրեն թիրախավորում։ Հաջորդ տարվա ընտրությունների համար մտավախություն ունեն, որ Գյումրիում կպարտվեն։
Վախ են ապրում, որովհետև գիտեն, որ դիմացը եթե ընտրություններ եղնի, իրանք վերջից առաջի տեղը կգնեն։ Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը մի քանի անգամ հայտարարել է, որ եթե պետք լինի, նաև վարչապետի թեկնածու կառաջադրվի, բայց միևնույն ժամանակ հավելում է, թե ցանկություն չունի։ Ուրեմն վարչապետ դառնալու հավակնությունները ես ընդհանրապես պետական պաշտոնյա չեմ ուզում դառնալ։ Ես ավելի անկախ եմ սիրում ու ամեն ինչ։ Եթե Հայաստանը տեսնում եմ, որ թուրքացման են տանում, ես ոչ թե վարչապետ կդառնամ, ես վիկինգ կդառնամ։ 2021-ի տիմ ընտրություններում մի քանի համայնքներում պարտված քաղաքացիական պայմանագիրը մի քանի սցենարներով կարողացել է վերադարձնել իշխանությունը։ Ինչ սցենարով Ղուկասյանին պաշտոնանկ կանեն դեռ պարզ չէ, բայց արդեն մամուլում լուրեր կան, որ գործընթացը մեկնարկել է։ Ղուկասյանը քրեական գործով մեղադրյալ է։ Ազգային ժողով կառավարություն հարցու պատասխանի ժամանակ Փաշինյանի մի այլ հայտարարությունն էլ դաշնակցությանն է անհանգստացրել։ Մինչ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժը իշխանականների խոսքում փակման նախապատրաստություն է տեսնում, Փաշինյանի թիմից պնդում են նման հարց չեն քննարկում։ Դաշնակցականները կասկածներ ունեն, որ իշխող ուժը մտադրվել է մինչև ընտրություններ խոչընդոտներ ստեղծել կուսակցության համար, որ չկարողանան առաջադրվել կամ հույդան փակելու հիմքեր են ստեղծում։ Փորձելու է խոչընդոտել, ակնհայտ է դա իր հայտարարություններից, փորձելու է նախ այդ խոչընդոտելը ոչ թե փորձելու է, այլ հիմա ընթացքի մեջ է։ Դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը վարչապետ Փաշինյանի երեկվա խոսքերից տպավորություն ունի, որ կուսակցություններին վերաբերող օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունից Փաշինյանն ու թիմակիցը Նարեկ Բաբայանը հենց այնպես չէին խոսում։ Նարեկ Բաբայանը երեք կառավարության հետ հարց պատասխանի ժամանակ հետաքրքրվում էր, արդյոք օրենսդրական փոփոխությունների ժամանակը չէ, որ մյուս կուսակցություններն էլ իրենց պես, ինչպես Բաբայանը գնահատեց, ժողովրդավար դառնան։ Ձեր միտքը համենայն դեպս ինձ դուր է գալիս, որ մենք պետքա ժողովրդավարական երկիր ենք, ուրեմն մենք պետքա գտնենք մեխանիզմներ, որ այն կուսակցությունը, որ գործում է մեր երկրում, իրենք նույնպես համապատասխանեն ժողովրդավարության եւ թափանցիկության կանոններին։ Եվ դա կարող է ընդհանուր ընտրություններին մասնակցել չմասնակցելու հնարավորություն տալ չտալու հարց առաջացնի։ Նիկոլ Փաշինյանը պահանջում է, որ ընդդիմադիր կուսակցություններն էլ հրապարակեն ֆինանսավորման աղբյուրները, նվիրատուների ցանկը, ինչպես ՔՊ-ում։ Սուտ եք ասում։ Բայց քաղաքացիական պայմանագրի նվիրատուների ցանկը Փաշինյանի կամ իր թիմակիցների կամքով չհրապարակվեց։ Ինֆոկոմ ու Civilnet լրատվամիջոցների հետաքննությամբ է հանրությունը տեսել նվիրատուների ցանկը, եւ այդ հետաքննության շնորհիվ էլ պարզ դարձավ, որ կասկածելի նվիրատվություններ են եղել իշխող կուսակցությանը։ Եկամուտ չունեցող մարդկանց անունից մեծ գումարներ են փոխանցվել։ Ոմանք նույնիսկ տեղյակ չեն եղել իրենց անունից կատարված նվիրատվությունից։ Հիմա դուք կարանք ասենք ինչ շատ հարցեր է առաջացնում ՔՊ-ի նվիրատուների ցուցակը, բայց ես ուզում եմ տեսնեմ դաշնակցության նվիրատուների ցուցակը։ Ես ուզում եմ տեսնեմ ՊՈՒ-ի նվիրատվությունների ցուցակը։ Ես ենթադրում եմ, որ ինչ-որ երկրների բյուջեներից բանից սակվոյաժներով ձեզ ֆինանսավորում են, դրա համար դուք չունեք այդ խնդիրը։ Ես ենթադրություններ չեմ կարող անել, ես անցյալի դառը փորձը կարող եմ հիշատակել, որ 90-ականների սկզբին դաշնակցությունը հենց այդպիսի մի պատճառաբանությամբ էլ գործունեությունը կասեցվեց եւ անդամներ վտարվեցին, պատճառաբանելով, որ իբր դաշնակցության ֆինանսավորումը արտերկրից է եւ Հայաստանում չի կարող գործել այդպիսի կուսակցություն։ Ինչ է նշանակում կուսակցությունը գնա փակվի կոնսպիրատիվ համաժողով այդ կուսակցությունն է թե բան չոր խմբակ։ Փաշինյանը դժգոհ է նաև դաշնակցական ժողովների տևողությունից ու ձևից, սա էլ է ուզում արգելել։ Կոնսպիրատիվ չեմ ուզում ասեմ ահաբեկչական։ Պետքա փոխել այդ օրենքը, պետքա արգելել դա։ Դաշնակցությունը փակելու ողջամիտ կասկածների աղբյուրը Քրիստինե Վարդանյանը համարում է նաև Փաշինյանի թիմակցի ԿՊԱ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հայտարարությունը։ 3 ամիս առաջ իշխանական պատգամավորը Facebook-ում գրել էր, թե ժամանակն է մտածել դաշնակցությունը կրկին փակելու ու այն տերորիստական կազմավորման մեջ ներառելու մասին։ Սա իմ անձնական կարծիքն է, սա բնականաբար կուսակցության դիրքորոշում չէ, դա անգամ չի քննարկվել։ Իշխանական պատգամավորը վստահեցնում է, սա իր կարծիքն է ու քաղաքացիական պայմանագրում հույդան փակելու հարց չեն քննարկում։ Արդեն 3-րդ ամիսն է, իրենց դատարկ օրակարգը լցնում են այս նույն
մեկնաբանությամբ եւ ամեն ինչ կապում են դրա հետ։ Կոնկրետ ինչ փոփոխություններ են անելու ու արդյոք դա կազդի 135-ամյա դաշնակցության գործունեության վրա պարզ չէ։ Ազգային ժողովում էլ Նիկոլ Փաշինյանն իր կասկածներից խոսեց ու այդ կասկածները օրենսդրական փոփոխություններով փարատելու մտադրությունից, բայց Հոիդայի գործունեությունն արգելելու, կասեցնելու մասին ուղիղ ոչինչ չասաց։ Միջազգային լրահոսին անդրադառնանք, Մանչեսթերում 2 անձ է մահացել սինագոգի վրա հարձակման հետևանքով, կասկածյալը մեքենան մարդկանց ուղղությամբ է վարել ու դանակով հարվածներ հասցրել։ Ոստիկանությունը հաղորդում է, նրան գնդակահարել են եւ ենթադրվում է, որ նա մահացել է։ Հարձակումը տեղի է ունեցել հրեաների համար ամենասուրբ Յոմ Կիպուրի օրը, աշխարհի տարբեր ծայրերում հրեաներն այսօր սինագոգներում են հավաքվում։ Անգլիայի թագավորը զորակցություն է հայտնել տուժածներին։ Ռուսական ուժերը գիշերը հարվածել են Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքներին, հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետը, մասնավորապես թիրախավորվել է Օդեսայի դեպոն։ Մեքենավարը բեկորային վնասվածքներ է ստացել։ Երկրի հյուսիսում Սումիի շրջանի Կոնոտոպ քաղաքում նույնպես երկաթուղիներ են թիրախավորվել։ Կիևի հաղորդմամբ ամբողջ գիշերվա ընթացքում ռուսական 86 անօդաչու է արձակվել Ուկրաինայի ուղղությամբ, դրանցից 53-ը հաջողվել է չեզոքացնել։ 2026-ի բյուջեի չհաստատման շատդաունի պայմաններում Միացյալ Նահանգների նախագահը քննարկումներ է սկսում դաշնային աշխատողների զանգվածային կրճատումների շուրջ։ Մինչ 750,000 ամերիկացիների լավագույն դեպքում հարկադիր արձակուրդ է սպառնում, դեմոկրատներն ու հանրապետականները այս պահին կարծես թե մտադիր չեն քաղաքական հրադադար հաստատել։ Նախագահ Դոնալդ Թրամփը լծվել է իր ամենածանր խոստումներից մեկի կատարմանը, Միացյալ Նահանգների դաշնային աշխատողների զանգվածային կրճատումներին, այս կերպ սաստկացնելով ճնշումը դեմոկրատների վրա կառավարության փակման դադարեցման քայլերին աջակցելու համար։ Սպիտակ տան ղեկավարն այսօր հայտարարել է, որ մտադիր է քննարկումներ սկսել բյուջեի ղեկավար Ռասել Վոթի հետ, որոշելու թե բազմաթիվ դեմոկրատական գործակալություններից, որոնց մեծ մասը քաղաքական խապկանք են, որոնք է խորհուրդ տալիս կրճատել եւ արդյոք այդ կրճատումները ժամանակավոր թե մշտական կլինեն։ Թրամփի հայտարարությունը սոցցանցերում հնչում է շատդաունի ֆոնին, ամերիկյան կառավարության աշխատանքի դադարեցումը արագ կանխելու ջանքերը անցած օրերին ձախողվեցին, դեմոկրատներն ու հանրապետականները տևական բանավեճերից հետո այդպես էլ համաձայնության չեկան հաջորդ տարվա բյուջեի նախագծի շուրջ։ Վտանգի տակ է 100,000-ավոր աշխատատեղ, տնտեսությանը սպառնում է միլիարդավոր դոլարների կորուստ, քաղաքական պատերազմ հանրապետականների ու դեմոկրատների միջև, որոնք պատրաստ չեն զիջելու առողջապահական սուբսիդիաների հարցում։ Փոքրամասնության պահանջն է երկարաձգել առողջապահական սուբսիդիաները խոցելի խավի համար, մինչդեռ հանրապետականները նախագահ Թրամփի առաջնորդությամբ համառորեն մերժում են ընդդիմության առաջարկները, պնդելով, թե փոքրամասնությունն է պարտավոր խաղի կանոններին ենթարկվել։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը երեկ Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում պնդել է, գնդակը դեմոկրատների դաշտում էր, նրանք կարող էին խուսափել ստեղծված իրավիճակից։ Դեմոկրատները կարող էին մեզ հետ համագործակցել երկուսակցական հիմունքներով, այս ավելորդ եւ շատ վնասակար փակումը կանխելու համար։ Հակառակ ճամբարից ներկայացուցիչների պալատի դեմոկրատական խմբակցության ղեկավար Փիտ Ագիլարն իր հերթին հանրապետականներին է մեղադրում շատդաունի համար մի ժամանակահատվածում, երբ ամերիկացիները իր խոսքերով բախվում են հասանելիության, առողջապահության կրկնակի ճգնաժամի։ Americans are already facing a dual affordability. Ամերիկացիները տուժում են, քանի որ հանրապետականները հրաժարվում են դեմոկրատների հետ նստել սեղանի շուրջ։ Because Republicans refuse to come to the table and negotiate with Democrats. Փոխնախագահ J.D. Vance-ը, որը կենտրոնական դերակատարում ունի ներքաղաքական այս բախումներում, երեկ զգուշացրեց կառավարության գործունեության դադարը, ստիպում է ել ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել։ Մենք ստիպված ենք լինելու որոշ մարդկանց աշխատանքից ազատել։ Շատդաունին մենք կողմ չենք, բայց գնալու ենք այն ամենին, ինչ պետք է, որպեսզի ամերիկացի ժողովրդի կարևորագույն ծառայությունները շարունակեն գործել։
Շուրջ 750,000 դաշնային աշխատակից ըստ ամենայնի հարկադիր արձակուրդի կուղարկվի։ Առաջնային ծառայությունների աշխատողները, ինչպիսիք են զինվորականները, իրավապահները հնարավոր է աշխատեն առանց վարձատրության։ Ավիադիսպետչերների ազգային ասոցիացիան արդեն ահազանգել է օդային անվտանգության ոլորտում ստեղծվող խնդիրների մասին, ավելի քան 2300 ներկայացուցիչ տուն է ուղարկվել։ Այս ճգնաժամը հավանաբար էլ ավելի կսրվի, երբ նախագահ Թրամփը իրագործի իր ծայրահեղ աջակողմյան խոստումներից մեկը կառավարական գերատեսչությունների փակումը, որը ենթադրում է զանգվածային կրճատումներ։ Թրամփի թիմը չի թաքցնում ցավոտ որոշումներ ունեն դեմոկրատական նահանգների համար, որոնցում արդեն մի շարք ներդրումային ծրագրեր են սառեցվել, ընդհանուր 26 միլիարդ դոլար արժողությամբ։ Էներգետիկայի նախարարությունը հայտարարել է մաքուր էներգիայի նախագծերից հրաժարվելու որոշման մասին։ Տրանսպորտի նախարարությունը իր հերթին սառեցրել է Նյու Յորքում խոշոր ենթակառուցվածքային նախագծերի համար ծրագրված դաշնային ֆինանսավորումը։ Կառավարության ճգնաժամը նախորդ անգամ կրկին Թրամփի նախագահության օրոք է տեղի ունեցել ռեկորդային 35 օր տևողությամբ։ Այս գործընթացն ուղեկցվում է կորուստներով, հարվածելով նախ եւ առաջ աշխատաշուկային։ Նախնական հաշվարկներով, եթե ընթացիկ շատդաունը տևի 3 շաբաթ, երկրում գործազրկության մակարդակը 4.3%-ից կարող է հասնել մինչև 4.7%։ Նախորդ ավելի քան 1 ամիս տևած դադարից հետո այդպես էլ չի վերականգնվել կորսված 11 միլիարդ դոլարից 3 միլիարդը։ Ամերիկյան ներքաղաքական այս ճգնաժամի ֆոնին Wall Street-ի ֆիչերսները անկում են արձանագրում, ոսկու գինը անշեղորեն աճում է։ Ասիական բաժնետոմսերը տատանվում են տվյալների ուշացումների, աշխատատեղերի կորստի վերաբերյալ ներդրողների մտահոգությունների պատճառով։ Դոլարը հիմնական արժույթների նկատմամբ արժեզրկվում է, թվարկում է Reuters-ը։ Վերադառնալով Կոպենհագենում եվրոպական առաջնորդների այսօրվա հավաքին, կուլիսներում կարծես չեն ձանձրացել։ Ալբանիայի վարչապետը կատակով հանդիմանել է Ֆրանսիայի նախագահին, թե ինչու ներողություն չի խնդրում իրեն ու Ալիևին խաղաղության գործարքի առիթով չշնորհավորելու համար։ Այս հումորը նախապատմություն ունի։ ԱՄՆ նախագահ Թրամփը խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտելու մասին, երկրների անունները պարբերաբար սխալ է արտաբերում, Հայաստանն անվանելով Ալբանիա։ Դուք պետք է ներողություն խնդրեք մեզնից, որովհետև մեզ չեք շնորհավորել Ալբանիայի եւ Ադրբեջանի միջև նախագահ Թրամփի գործարքի կապակցությամբ։ Նա շատ աշխատեց այդ ուղղությամբ, իսկ դուք, որ այդքան շահագրգռված էիք խաղաղությամբ, այնքան էիք տարված Հայաստանով, որ Թրամփին շնորհակալություն չհայտնեցիք Ալբանիայի համար։ Հիմա մարզային խնդիրներին անդրադառնանք, Վանաձորում մի հասցե կա, որտեղ դեռ խորհրդային իշխանության տված խոստմանն են սպասում։ Բազմահարկում բնակարան են ստացել առանց վերելակի։ Սպասել են, այսպես արդեն 40 տարի, ինչքան հույսն է մարել, այնքան հիվանդությունների ցանկն է ավելացել։ Վանաձորցի Ռիմա Մելոյանն 9-րդ հարկի իր տնից դուրս է գալիս, բայց չգիտի այսօր կհաջողվի գոնե արևի լույս տեսնի։ 81-ամյա կինն ամիսներով բակ չի իջնում։ Շենքում ավելի քան 30 տարի վերելակ չկա։ Դե սա օրը որ պետքա մանգած չէ, բայց որ չեմ կարող 9 հարկը ոնց իջնեմ գնամ մանգամ։ 2 հարկը իջնում եմ չեմ կարող, նույնից հետ եմ գալի։ 30 տարում առնվազն 30 խոստում։ Երևանյան 147 կոտորակ մեկի բնակիչները հաշիվը կորցրել են։ Պաշտոնյաները եկել, խոստացել, հեռացել ու մոռացել են։ Ընտրվելու ախտը գալիս են, ընտրում ես, գնում են։ Խոստանում են, գնում։ Այս տարի էլ արդեն մի քանի անգամ դիմումներ են գրել քաղաքապետարան։ Տարեսկզբին պատասխանը հուսադրող էր։ Ասել էին, վերելակի նորոգման աշխատանքները նախատեսված են 2025-ի ընթացքում։ Հիմա 25 թվին մնացել է ավարտին մի քանի ամիս, չէ՞, սեպտեմբերը վերջանում է, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր։ Ինչ եք կարծում, հնարավոր է 3 ամսում ինչ-որ բան անել։ Կոնկրետ մենք արդեն հուսախաբ ենք եղել, չեմ պատկերացնում, որ հնարավոր է անել։ Մի քանի օր առաջ, սակայն, նոր պատասխանում արդեն խոստացել են ուսումնասիրել չգործող վերելակի վիճակն ու հաշվի առնել դրանց արդյունքները։ Բալաջան, չգիտեմ ինչ ասեմ։ Վանաձորի բազմաբնակարաններում եղած վերելակների մասին քաղաքապետարանի տվյալներում հակասություններ կան։ 2019-ին պաշտոնական թվերով
Վերելակների թիվը 163 էր, դրանցից 45-ը չգործող։ Այսօր հայտնել են, թե 155-ն են, 19-ը չգործող։ Ընդ որում քաղաքապետարանից հայտնել են, թե անցած տարիներին 9 վերելակ է վերագործարկվել։ Ընդհանուր տեղական բյուջեից մոտ 20 միլիոն դրամ են ծախսել, բայց թե ինչպես են չգործող 45 վերելակները 19 դարձել, պարզ չէ։ Այս գնոտ եկն ասենք ինչ-որ ժամանակին մարդիկ խելացի մարդիկ ոնց ասենք գողացել են տարե, այն մութու բան տարիներ էլի։ Բացակայից թալանվեց։ Միաժամանակ քաղաքապետարանից ազատությանը հայտնել են, որ այս պահին վերանորոգում են եւս 4-ը, մինչդեռ այդ ցանկում 147 կոտորակ 1-ի այս վերելակի մասին խոսք չկա։ Ցանկում միայն հարևան շքամուտքի վերելակն է, չնայած այստեղ էլ դեռևս որևէ աշխատանք չի իրականացվում։ Ախր մի օր չի, 5 տարի չի, 10 տարի չի, 35 եւ ավելի տարի, ինչքան կարելի է։ Մեր երեխեք ասենք ծնված վաղտանից օրինակ մեր երեխեք 88-87 թվից ասենք եկել ենք այս շենքը, այս երեխեքը մի 5 տարեկանը վերելակ չեն տեսել, իրանք արդեն դարել են 37-38 տարեկան, իրանք վերելակով չեն բարձրացել։ Ավելի քան 30 տարի առանց վերելակի ապրող վանաձորցիներն ասում են, տներում ոչինչ չեն նորացրել։ Շինանյութն ու նոր կահույքը վերև հասցնել չի լինի։ Հիմա տան նորոգումը ռիսկ է, շտապ օգնություն կանչելը նույնպես։ Վերջին հարկերի բնակիչներն իրար գլուխ հավաքվելիս նախ հաշվում են, ով ինֆարկտից տուժեց, ում սիրտն այլևս չդիմացավ։ 6-րդ հարկից Միշան ու Սերգեյը, 7-ից Անահիտն ու ամուսինը, 8-ում ու 9-ում էլ առողջ մարդ չկա։ Անոն 4 ստենտ ունի, Հովիկը 3 ստենտ ունի, 2-ը ես ունեմ։ Որ տուն են գալիս, մեզ թվում է, որ կյանքը վերջացել է, վсё, լուսամուտներից են կողմ կյանք չկա։ Եթե երեխեքը տանը չեն նույնիսկ հացապետ կրնում, նախընտրում ենք սոված նստենք, քան թե իջնենք այդ մի հացը առնենք։ Անցած տարի Ասիա Օրդյանի հարևանին բժիշկները չհասան, սիրտը կանգնեց։ Մինչև շտապ օգնությունը եկավ, այլևս չհասցրինք իրան, փրկենք մահացավ։ Դրանից հետո այդ տունը վաճառվեց, եկան մի ուրիշ մարդիկ Արցախից։ Այդ պապիկը եկավ 4-5-րդ հարկերի արանքում մահացավ։ Երևանյան 147 կոտորակ 1 շենքում միայն 4-ամյա Անին էր, որ ասաց չի հոգնում վեր ու վար անելուց։ Մյուսներն էլի իրենց հեվոցների, ինֆարկտների ու հիասթափությունների հետ են։ Մինչ պատմում էին այդ ամենի մասին, 81-ամյա Ռիմ Ամելոյանը դեռ միայն 2 հարկ էր կարողացել իջնել ու բարձրանալ։ 9-րդ հարկում դարձյալ հեվում էր ու բախտն անիծում։ Մերնենք բրցնենք։ Այս թողարկման համար այսքանն էինք պատրաստել, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, լրահոսը թարմացվում է azatutsun.am կայքում, հետևեք, մեզ գտեք նաև սոցցանցերի մեր էջերում, YouTube-ով դիտեք և կաբելային ալիքներով, հաջողություն։